Առաջարկում ենք բոլորի դեպքում սահմանել 500,000 դրամ, ինչը նշանակում է, որ առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում մենք ունենում ենք աճ, եւ ես կարող եմ ասել, որ օրինակ 2024 թվականին պարոն Թորոսյան, բայց բոլորի դեպքում էլ ունենում ենք աճ, որովհետեւ մենք հիմա էքսպերիմենտալ ծրագիրը դարձնում ենք արդեն ծրագրային։ Նախորդ կտորով բոլոր դեպքերում այո։ Բայց ուզում եմ մենք այդ նյուանսը ճիշտ արձանագրենք։ Մենք նախկինում ունեինք 300,000, 300,000, 500,000, 1 միլիոն, 1,5 միլիոն։ Հիմա մենք այս երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում արդեն ոչ թե էքսպերիմենտ, այսպես պիլոտային ծրագիր, այլ դառնում է մշտական ծրագիր։ Այսինքն հիմա ստացվում է, որ մենք առաջին երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երկրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլևս մշտապես վճարվող ամիսը 50,000 վճարում ենք պլյուս այդ 500,000-ը։ Այսինքն իրականում բոլորի դեպքում էլ ավելացնում։ Ես հատուկ նշեցի 4 միլիոն 320-ը, որը ըստ էության այդ գումարային թիվն է նաև գալիս մեկ երեխային վճարվող նպաստի չափով, պարզապես ուզում եմ ասել, որ 21,600 երեխա մենք ունենում ենք հենց առաջին եւ երկրորդ կարգաթվով ծնվող եւ 300-ը միանգամից դառնալու է 500,000, սակայն այս կարգավորումը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից, սա էլ եմ հատուկ ուզում նշել, որպեսզի որևէ կերպ չանդրադառնա այս պահին երեխա սպասող ընտանիքների վրա, երկու դեպքում էլ մտնելու է սեպտեմբերի 1-ից։